Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հայր Աստված, փառահեղ մեր Տեր, գալիս եմ գահիդ առաջ Հիսուս Քրիստոսի, քո սուրբ որդու անունով ու սուրբ հոգու առաջնորդությամբ։ Գալիս եմ Տեր բարեխոսելու, միջնորդելու իմ ընտանիքի բոլոր անդամների համար, իմ արյունակցական գծի բոլոր իմ հարազատների, Գերդաստանի անդամների համար, ինձ լսողների ու նրանց ընտանիքի անդամների համար, Տեր։ Հայր Աստված, խնդրում եմ, որ ողորմություն անես նրանցից յուրաքանչյուրին, տուր նրանցից յուրաքանչյուրին իմաստության ու հայտնության հոգի, ապաշխարության հոգի, որ նրանք լիովին ու ճշմարտությամբ ճանաչեն քեզ։ Տեր Աստված, լուսավորի մեր սրտի աչքերը, հեռացրու ամեն շղարշը, ամեն սարդոստայնը խավարի կողմից դրված մեր մտքերի ու հասկացողության վրա։ Բացի հոգևոր լսելիքներն ու աչքերը, որպեսզի ճանաչեն այն հույսը, որ կա քեզանով, որ կա Քրիստոսով, որ տեսնեն ու հասկանան, թե որքան մեծ ու զորավոր ես դու, իմ Տեր, իմ Աստված, որպեսզի օգնես քո սուրբ հոգով, որ նրանք դարձի գան, որ ապաշխարեն, որտև Հիսուսն ինքը մարդկանց կանչեց ապաշխարության։ Տեր, ճշմարիտ, կյանք տվող ապաշխարություն եմ խնդրում, ոչ թե բառերի կույտ, այլ այնպիսի ապաշխարություն, որ նաև ապաշխարության լիքը պտուղներ կունենա իրանց կյանքում։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Հիմա վերադառնանք երկրքին, գնում ենք 15-րդ գլուխը և այսօր խոսելու ենք Մովսեսի երգի մասին։ Իսրայելի ժողովուրդը Տիրոջ զորությամբ ու շնորհով և Մովսեսի առաջնորդությամբ կտրել անցել էին Կարմիր ծովը և Եգիպտոսի փարավոնը ու նրա զորքերն էլ կոտորվել էին Կարմիր ծովում։ Եվ հիմա կկարդանք ու կմեկնաբանենք Մովսեսի երգը, որը փառաբանություն է առ Աստված։ Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը ասելով. Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված, ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է ու իմ փրկությունը եղավ։ Նա է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան։ Նա իմ հոր Աստվածն է, և ես կբարձրացնեմ նրան։ Տերը հզոր պատերազմող է, Տեր է անունը նրա։ Փարավոնի կառքերը ու զորքերը ծովը գցեց։ Փարավոնի ընտիր կառամարտիկները ընկղմվեցին Կարմիր ծովում, անդունդները ծածկեցին նրանց, նրանք իջան խորքերը, ինչպես քար։ Քո աջ ձեռքը, ով Տեր, փառավորվեց զորությամբ, քո աջ ձեռքը, ով Տեր, խորտակեց թշնամուն։ Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին, ուղարկում ես քո բարկությունը և ուտում է նրանց հարդի պես։ Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, հեղեղները կանգնեցին դեզի պես, անդունդները քարացան ծովում։ Թշնամին ասաց. հալածեմ, հասնեմ, ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց։ Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց, կատարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Աստվածների մեջ ով է քեզ նման, ով Տեր, ով է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, հրաշքներ անող։ Մեկնեցիր քո աջ ձեռքը, երկիրը կուլ տվեց նրանց։ Քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր։ Քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ Ժողովուրդները լսում են և կսարսափեն։ Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները,
Մովաբի զորավարներին դող է բռնելու, կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։ Ահ ու դող կընկնի նրանց վրա, քո բասկի մեծությունից կսառչեն քարի պես, մինչև որ անցնի քո ժողովուրդը, ով Տեր, մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։ Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ով Տեր, այն սրբարանը Տեր, որ քո ձեռքերը շինեցին։ Տերը պիտի թագավորի Հավիտյանս Հավիտենից, որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով։ Փառք քեզ Տեր, փառք քեզ Տեր, մենք միաբանվում ենք այս փառաբանությանը և օրհներգում ենք քո սուրբ անունը Տեր Աստված, որովհետև այո դու փառքով ես փառավորված, որովհետև դու քո ժողովրդին Տեր ես կանգնում, պատերազմում քո ժողովրդի համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուսի համար, որովհետև Հիսուսով դու մեր փրկությունը դարձար, Տեր ջան։ Շնորհակալ ենք Տեր, որ դու պատերազմում ես խավարի դեմ, չարի դեմ, պատերազմում ես սատանայի դեմ և նրա թագավորության դեմ և նրա ձեռքից խլում ես մեզ։ Թող որ այս դասերի միջոցով Տեր ջան լսողները դառնան քեզ և նրանք էլ ասեն. Տերն է իմ զորությունը և իմ գովասանքը և իմ փրկությունը։ Այո Տեր, դու ես թագավորում Հավիտյանս Հավիտենից, դու ես թագավորների թագավորը, արքաների արքան։ Ամեն։ Մովսեսի երգի առաջին տունը խոսում է այն մասին, որ Տեր Աստված պատերազմի մարդ է, այսինքն նա պատերազմում է իր ժողովրդի համար, նա պատերազմում է արդարության համար։ Այդ ժամանակ Մովսեսն ու Իսրայելի որդիները այս երգը երգեցին Տիրոջը։ Մեկնաբանները ասում են, որ այս հիասքանչ երգը ինքնաբուխ կերպով ծնվել էր Մովսեսի սրտում ու դուրս եկել նրա բերանից, երբ Մովսեսը Աստծո զորությամբ անցկացրեց Իսրայելի ժողովրդին Կարմիր ծովի միջով, դեպի դիմացի անապատը։ Մովսեսն ու ժողովուրդը այս երգը երգեցին, երբ իրենց փրկությունը իրական էր ու իրենք ազատ էին թե Եգիպտոսից և թե եգիպտացիներից, որոնք հետապնդում էին իրանց։ Նրանք երգեցին այն, երբ Աստծո զորությունն ու ներկայությունը իրական էին իրենց համար։ Աստված գնահատում է գովասանքի և երկրպագության այս ինքնաբուխ արտահայտությունները։ Սա սրտից բխող նոր երգ էր Տիրոջ համար, ինչպես ասվում է Սաղմոս 43 խոսքում. «Եվ նոր երգ դրեց իմ բերանը, մեր Աստծո օրհնությունը, շատերը պիտի տեսնեն և վախենան և իրենց հույսը դնեն Տիրոջ վրա»։ Ամեն իրավիճակում, երբ Տիրոջից ճեղքում ենք ստանում, երբ աղոթքի պատասխան է գալիս, մեր բերանում պետք է լինեն գոհության խոսքեր և երկրպագության երգ կարելի է ասել։ Կան հոգու իրավիճակներ, տրամադրություններ, որոնք կարող են արտահայտվել միայն պոեզիայով, երգով ու երաժշտությամբ։ Սա Սուրբ գրքում պահպանված այդ սրբազան երգերից առաջինն է։ Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված։ Երկրպագության կարևորագույն սկզբունքներից մեկը այն է, որ մեր երկրպագությունը ուղղված լինի Տիրոջը, այլ ոչ թե մարդուն, ուղղված լինի Արարչին, այլ ոչ թե որևէ արարված բանի։ Ոչ միայն մեր երկրպագությունը լինի Աստծո մասին, այլ այն, որ երբ մենք երգով երկրպագում ենք Աստծուն, մեր լսարանը Տերն է, այլ ոչ թե մեր շրջապատի մարդիկ։ Մենք Տիրոջ համար ենք երգում։ Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ Մովսեսն ու ժողովուրդը գովաբանում էին Աստծուն, որտեղ Աստված արեց այն, ինչ Իսրայելը չէր կարող անել։ Այսինքն մենք գովաբանում ենք Աստծուն այն ամենի համար, որ նա անում է մեզ համար, որ մենք ինքներս չենք կարող անել, կամ այն ամենի համար, որ նա մեր միջոցով է անում։ Տերն իմ զորությունն է։ Երբ մենք թույլ ենք տալիս Աստծուն լինել մեր զորությունը, մեր ուժը, Աստված դառնում է նաև մեր սրտի երգը։
Եվ մենք մեծարում ու գովաբանում ու երկրպագում ենք Տիրոջը, այն հաղթանակների համար, այն ճեղքումների համար, որ տարել ենք Աստծո զորության և ուժի շնորհիվ։ Մենք ուրախությամբ ու ցնծությամբ կերքենք մեր կյանքում, քանի որ Աստծո զորությունը, նրա ուժը մեզ երբեք չի լքի ու չի հիասթափեցնի։ Ուշադիր եթե կարդանք ու լսենք Մովսեսի երգը, կտեսնենք, որ այն ամբողջությամբ Աստծո մասին է։ Մովսեսի մասին ոչ մի խոսք չկա, այնտեղ չի ասվում մեկ բառ ոչ Մովսեսի, ոչ Ահարոնի, ոչ Մարիամի, Մովսեսի քրոջ մասին, որովհետև Աստված ամեն ինչ է, ամեն ինչի մեջ։ Նա է գլխավոր հերոսը, նա է պատմությունը, նա է սկիզբն ու վերջը, նա է հաղթանակողը, նա է իմաստունը, նա է արդարը։ Կարևոր է նաև ուշադիր լինել, որ չի ասում, թե Տերը ինձ զորություն է տալիս, ինձ ուժ է տալիս, այլ ասում է, Տերը իմ զորությունն է։ Այսինքն, եթե մենք ընդունում ենք Հիսուսին, եթե մենք Տիրոջը ունենք մեր կյանքում, մենք արդեն ունենք նրա զորությունը։ Որքան զորավոր է հավատացյալը, որքան ուժեղ է հավատացյալը։ Ես սա ասում եմ երկյուղածությամբ, ասում է մեկնաբանը, որտեղ հավատացյալը այնքան ուժեղ է, այնքան զորավոր է, որքան Աստված է զորավոր և ուժեղ։ Դրա համար էլ ասվում է. Տերը իմ զորությունն է։ Առանց Աստծո ոչ մի հավատացյալ զորություն և ուժ չունի, և իհարկե չես էլ կարող լինել հավատացյալ, եթե Հիսուսին չես ընդունում։ Տերն իմ գովասանքն է և իմ փրկությունը եղավ։ Սրանք փառահեղ ու ճշմարիտ խոսքեր են և ընդունում են այն սուրբ ու անփոփոխ ճշմարտությունը, որ մենք չենք կարող փրկել ինքներս մեզ, բայց Աստված պետք է դառնա մեր փրկությունը, և Հիսուս Քրիստոսն է մեր փրկությունը։ Ում զորությունը Աստված է, այդ մարդը կերկրպագի Աստծուն, կերքի Աստծո համար։ Այն անձը, ում փրկությունը Աստված է, կգովասանի ու կբարձրացնի ու կմեծարի Աստծո անունը։ Եվ դրա համար երգը շարունակում է ասելով. Նա է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան։ Նա իմ հոր Աստվածն է, ու ես կբարձրացնեմ նրան։ Տերը հզոր պատերազմող է, Տեր է անունը նրա։ Փարավոնի կուռքերն ու նրա զորքերը ծովը գցեց, նրա ընտիր կարամարտիկներն ընկղմվեցին կարմիր ծովում, անդունդները ծածկեցին նրանք իջան խորքերը ինչպես քար։ Մովսեսի երգի երկրորդ տունը պատմում է այն մասին, որ Աստված տապալեց նրանց, ովքեր ապստամբեցին Աստծո դեմ։ Ով դուրս է գալիս Աստծո ժողովրդի դեմ, դուրս է գալիս Աստծո դեմ։ Եթե հիշում եք, Գործ Առաքելոցում, երբ Պողոս առաքյալը նկարագրում էր իր դարձի գալը, երբ նա գերբնական ձևով հանդիպեց Հիսուսին, չէ՞ որ այդ ժամանակ Պողոսը, որ Սողոս էր կոչվում, հալածում էր Աստծո ժողովրդին, և Հիսուսը ասեց. Սողոս, ինչու ես ինձ հալածում։ Այսինքն, Աստծո ժողովրդին, որ որևէ մեկը կպնում է Աստծուն։ Հալածում ես Աստծո ժողովրդին, Աստծուն ես հալածում։ Դուրս ես գալիս Աստծո ժողովրդի դեմ, Աստծո դեմ ես դուրս գալիս։ Քո աջ ձեռը, ով Տեր, փառավորվեց զորությամբ, քո աջ ձեռը, ով Տեր, խորտակեց թշնամուն։ Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին, ուղարկում ես քո բարկությունը և ուտում է հարտի պես։ Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, հեղեղները կանգնեցին դեզի պես, անդունդները քարացան ծովում։ Թշնամին ասաց. հալածեմ, հասնեմ, ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց։ Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց, կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ Մովսեսը և ժողովուրդը նկարագրում են, թե ինչ արեց Աստված եգիպտացիներին, և նրանք պարծեցան Աստծո թշնամիների պարտությամբ։ Եթե մենք իսկապես սիրում ենք Տիրոջը, պետք է պարծենանք նաև Աստծո թշնամիների պարտությամբ։
Հիշենք, Եգիպտոսը այստեղ ներկայացնում է մեղքը, մեղքի ստրկությունը, կռապաշտությունը, չաստվածներին, անհավատներին։ Փարավոնը ներկայացնում է գոռոզությունը, ապստամբությունը, կախարդությունը, ինքնաաստվածացումը, ինքնամեծարումը ու նաև չարին ու սատանային։ Սրանք բոլորը Աստծո թշնամիներն են ու նաև մերը, որտեղ մեզ գերի են դարձնում եւ հեռացնում Աստծուց։ Հաճախակի ասվում է այս երգում քո աջ ձեռքը Տեր։ Աջ ձեռքը համարվում էր հմտության եւ զորության ձեռք։ Եվ Աստված գործում է իր աջ ձեռքով, դա հմտության եւ զորության գործ է։ Իհարկե մենք Աստծուն նկարագրում ենք այնպես, որ մեզ հասկանալի լինի եւ օգտագործում ենք մարդկային նկարագրություն, ինչպես որ աջ ձեռքն է, բայց այն ուղղակի խոսում է Աստծո զորության, ամենագիտության ու հմտության մասին, ամենակարողության մասին։ Աջ ձեռքի այս գաղափարը Սուրբ գրքում օգտագործվում է ավելի քան 50 անգամ, ներառյալ հետևյալ հատվածները։ Սաղմոս 45-ի 4-ում Աստծո ձեռքը քեզ սովորեցնի։ Սաղմոս 48-ի 10-ում Արդարությամբ լի է քո աջը, ով Տեր Աստված։ Սաղմոս 77-ի 10-ում բայց ես ասում եմ, սա իմ ցավն է, փոխելը բարձրալի ձեռքին է։ Սաղմոս 110-ի 1-ում Տերն իմ տիրոջն ասաց, նստիր իմ աջ կողմը, այսինքն աջ ձեռքի կողմը, մինչև քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ։ Ամբակում 2:16-ը Դու փառքից ավելի ամոթով կշտացար, դու ևս խմիր ու մերկացիր, դեպի քեզ պիտի դառնա Տիրոջ աջի բաժակը եւ անարգանք պիտի գա քո փառքի վրա։ Այսինքն Աստծո դատաստանի բաժակը պահվում է նրա աջ ձեռքում։ Եփեսացիներ նամակի 1:20 խոսքը Նրան նստեցրեց իր աջ կողմում երկնքում, այսինքն Հայր Աստված Հիսուսին նստեցրեց իր աջ կողմում։ Մովսեսի երգի 3-րդ տունը ասում է, որ Աստծո նմանը չկա, ով է քեզ նման Տեր աստվածների մեջ։ Ուրիշ աստվածներ չկան, բայց խոսքը գնում է այն մասին, որ մարդիկ աստվածացնում են արարչության տարբեր մասերը եւ տարբեր մարդկանց, արևին են Աստված ասում, լույսին, աստղերին, բնությանը եւ այլն, եւ իրանք իրանց են աստվածացնում։ Դրա համար գրված է փոքրատառով եւ ի նկատի ունի այն կուրքերին, այն չաստվածներին, որ մարդիկ պաշտում էին ու մինչև օրս պաշտում են, ու նաեւ եգիպտացիների չաստվածներին, ու Եհովա Աստված այսպես խայտառակ կերպով պարտության մատնեց ու ցույց տվեց դրանց ոչնչությունը։ Աստվածների մեջ ով է քեզ նման, ով Տեր, ով է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, ով է քեզ նման հրաշքներ անում։ Մեկնեցիր քո աջ ձեռքը, երկիրը կուլ տվեց նրանց, քո ողորմությամբ առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր, քո զորությամբ տարար նրանց քո սուրբ բնակարանը։ Աստվածների մեջ ով է քեզ նման, ով Տեր, ով է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով հրաշքներ անում։ Եթե Եգիպտոսի ժողովուրդը դեռ չգիտեր, թե ով է իրական Տերը, ապա Իսրայելի ժողովուրդը գիտեր։ Նրանք գիտեին, որ Տերը նման չի Եգիպտոսի կամ Քանանի որևէ կեղծ աստվածի։ Ով է նման քեզ։ Երբ երկրպագում ու փառաբանում ենք Աստծուն, մեր երկրպագությունն ու փառաբանությունը պետք է հռչակի Տեր Աստծո գերազանցությունը ցանկացած այլ բանի կամ անձի նկատմամբ, որը պնդում է, թե Աստված է։ Իսրայելը շուտով մոռանալու էր եւ հաճախ էր մոռանալու սա, բայց մենք կարող ենք հիշել դա եւ ապրել այդպես, մեր աչքի առաջ ունենալով հենց Իսրայելի օրինակը։ 4-րդ եւ 5-րդ տները այն մասին են, որ լսելով Աստծո արած գործերի մասին ժողովուրդը երկյուղ կունենա Աստծուց։ Ժողովուրդները լսում են եւ կսարսափեն։ Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները, Մովաբի զորավորներին դող է բռնելու, կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։
ահուդող կընկնի նրանց վրա, քո բազկի մեծությունից կսարչեն քարի պես, մինչև որ անցնի քո ժողովուրդը, ով Տեր, մինչև որ անցնի այս ժողովուրդը, որ ինձ ստացավ։ Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ով Տեր, այն սրբարանը, Տեր, որ քո ձեռքերը շինեցին։ Տերը պիտի թագավորի Հավիտյանս Հավիտենից, որտև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան։ Եվ Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով։ Ծովի մեջ խեղդվեցին ոչ միայն Եգիպտոսի զինվորները, այլ այն չաստվածները, ում իրենք պաշտում էին։ Աստված պարտության մատնեց այդ կեղծ աստվածներին, որ ոչինչ չկարողացան անել, փրկելու իրենց պաշտողներին։ Նրանց վրա կգա Աստծո վախն ու սարսափը։ Այս խոսքերի ճշմարտությունը մենք տեսնում ենք, որ մոտ 40 տարի անց Երիքովում, երբ Աստված Իսրայելի որդիներին ուղարկում է հետախուզելու Քանանի երկիրը, նրանք հանդիպում են Ռախաբին, որը շնացող մի կին էր, որն ասաց Իսրայելի լրտեսներին. մենք լսել ենք, թե ինչպես Տերը ցամաքացրեց Կարմիր ծովի ջրերը ձեզ համար, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից, եւ Աստծո երկյուղը կար Ռախաբի մեջ, եւ նա օգնեց Իսրայելի ժողովրդին, եւ դուրս չեկավ Աստծուն, եւ դրա համար էլ ինքն ու իր տունը փրկվեցին։ Քանանի ժողովուրդը լսեց, թե ինչ արեց Աստված Իսրայելի համար, եւ որոշները արձագանքեցին աստվածային վախով։ Աղոթքս այն է, որ այսօր դուք էլ լսեք, թե ինչ արեց կամ այս դասերի միջոցով ինչ արեց Աստված իր ժողովրդի համար, եւ Աստծո երկյուղ կա ձեր սիրտ, եւ դուք էլ աստվածային վախով արձագանքեք ու դառնաք դեպի ճշմարիտ Աստված։ Տերը կթագավորի Հավիտյանս Հավիտենից։ Այսպիսի մեծ հաղթանակից հետո մենք կարող ենք մտածել, որ Իսրայելը իսկապես հավատաց դրան, որ Տերը կթագավորի Հավիտյանս Հավիտենից, եւ նրանք իսկապես պատրաստ էին թույլ տալ, որ Տերը թագավորի իրենց վրա ու առաջնորդի իրենց միշտ։ Ցավոք սրտի, այս վիճակը երկար չտևեց, եւ սա ցույց է տալիս մեր մարդկային սրտի անհավատարիմ վիճակը։ Այսքանը այսօր, Աստված պահի ու պահպանի մեզ, եւ թող Աստված այնքան գթասիրտ լինի ամենքիս համար, որպեսզի Սուրբ Հոգով առաջնորդի մեզ ճշմարտության մեջ, փրկության ճանապարհով, որպեսզի չբռնենք լայն ճանապարհը, որ լայն է, հեշտ է, թեթև է, բայց տանում է կործանում, այլ գնանք այն նեղ ճանապարհով, որի դուռը բացվում է միայն Հիսուս Քրիստոսով, եւ միայն Սուրբ Հոգով կարող ենք այդ ճանապարհով քայլել։ Աստված թող կատարի այդպես Տեր։ Ամեն։